19-ամյա այս աղջիկը, ով ուներ 8 ամսական երեխա, օրերս մահացել է դեռևս չպարզված եւ բավականին տարօրինակ հանգամանքներում։ Պատճառը Բարնի բիսկվիտն է, որը ամուսինը բերել է երեխայի համար։ Մադինան, այդպես է նրա անունը, կերել է այդ բիսկվիթը։ Մադինայի ընկերուհին հրապարակել է իր եւ մահացած աղջկա նամակագրությունը։ Նամակագրությունից հնարավոր է ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունեցել։ Աղջկա այդ քայլը, որ բիսկվիտը կերել է, դուր չի եկել սկեսուրին, ինչից հետո վեճ է սկսվել։ Ամուսինը ծեծել է Մադինային։ Այդ նամակագրության հետ աղջիկը նկարել եւ ցույց է տվել, թե ինչպես է իր իրերը հավաքել, ապա ընկերուհուց գումար է խնդրել պարտքով եւ պլանավորել է հենց հաջորդ օրը տնից հեռանալ։ Եվ նամակագրությունը այդպես ավարտվում է։ Աղջիկը լռում է։ Հավերժ։ Հաջորդ առավոտյան արդեն հայտնել են Մադինայի մահվան մասին։ Գիտեք որպես ինչ։ Որպես ինքնասպանություն։ Աղջկա մտերիմները, հարազատները չեն հավատում այս վարկածին, հաշվի առնելով շատ հանգամանքներ, Նևեն հանգամանք, որ ինքը պատրաստվում էր հեռանալ, որ ընկերուհու հետ այդպիսի խոսակցություն է ունեցել, որ պարտքով փող է խնդրել, իրերն է հավաքած եղել եւ որքանով այդպիսի մարդը կգնար այդ քայլին։ Սոցցանցերում շատ ռիլեր կարող եք հանդիպել այս թեմայով, որովհետեւ ի աջակցություն աղջկա հարազատների շատերն են աղմուկ բարձրացրել եւ պահանջում են, որ գործը պատշաճ կերպով քննվի։ Դեպքը տեղի է ունեցել Ղազախստանում։ Մի քանի օր առաջ է տեղի ունեցել օգոստոսի 16-ին 17-ին։ Ներկայումս գործը ընթացքի մեջ է։ Մադինայի ընկերուհիները հրապարակել են նամակներ, նրա հարազատները եւս, որտեղ աղջիկը բազմիցս բողոքել է վատ վերաբերմունքից, ծեծից, բռնությունից,